Եվ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից։ Երբ որ մարդը ճշմարտությունից հեռանում է, ընկնում է արդեն կեղծ արժեքների հետևից։ Օրինակի համար Դիլիջանում ինչ սովորություն է, երբ որ մեկի հարազատը մահացել, իրենք թաղմանը մասնակցել են, հետո հարևանն է մահացել, չեն գնում, ասում են դե մենք այստեղ գնացել ենք 40-ի մեջ ենք, ոնց պիտի գնանք այնտեղ։ Հա, այդպիսի բաներ կան։ Գալիս են, մոմից մոմ չեն վառում, ասում են ես չգիտեմ ինքը ինչ ցավով է վառ, բայց վառը իր ցավերը ինձ կպնի։ Ուրեմն սրանք տեսեք կեղծ երկրորդական բաներ են։ Էջ միասին մեր մոտ սովորություն կա, եթե գյուղում մարդ կա մահացած, այդ օրը ոչ ոք չի լողանում, որ հանկարծ ինչ որ ոգի չգա մտնի իրենց մեջ, չգիտեմ ինչ չանի, կամ սովորություն կա գիշերը աղբը չեն թափվում, որովհետև տան կարող է բարիքը տնից հեռանա, գիշերը ձեռքեր օճառով չեն դնում, որպեսզի իրենց տան փողը չպակասի։ Սրանք կեղծ առասպելներ են, հորինվածներ, որ սատանան մարդկանց մոլորեցնում է։ Նաև հոգևոր կյանքի մեջ էլ այդպես։ Ինքն մարդ կա, որ համար կարևոր է 40 անգամ ծնկները գետնին կպցնելը, բայց կարևոր չի սրտի մաքրությունը։ Սա էլ կեղծ առասպել է, որ եթե 40 անգամ ոտքերը ծնկես կպցնես գետնին, չէ, սիրտը պետք է խոնարհեցնես Քրիստոսի համար։ Այս ձեռքերը ինչ ասում Պողոս Եզնի կողվածին, ասում է շատ լավ է որ մեր ձեռքերը վեր ենք բարձրացնում աղոթելու, բայց ավելի լավ է երբ որ այս ձեռքերը աղքատին են խնամում։ Եթե դու այս ձեռքերով փառաբանում ես Աստծուն, ամեն օր աղոթում ես, բայց քեզանից ողորմություն խնդրողի համար դու բաժին չունես տալու, սա կեղծ է քո կյանքի մեջ։ Ուրեմն այս տեսեք, ասում եմ, ճշմարտությունից կհեռանան, կընկնեն առասպելների հետևից։ Դրա համար շատ հաճախ մարդիկ էլ այսպիսի երկրորդական բաներ պահելով են ուզում ճշմարտությանը հասնել։ Չէ, մարդը պետք է սրտով հասնի Քրիստոսին։ Այս սիրտը պիտի Քրիստոսի համար բախի։ Եվ այս սրտի մեջ պիտի Քրիստոս բնակվի, ոչ թե մեր գործողությունների մեջ։ Երբ որ դու մաքրությամբ չմոտենաս սկիհին պատարակես, Քրիստոս չի գա Սուրբ Հոգով փոխակերպի այդտեղ, որ մարմին ու այլուն դառնա քեզ համար։ Քեզ համար արտաքինը կմնա։ Եվ դրա համար Պողոս Սարաքյանն ասում է, ինչու են մեր մեջ բաժում ցավագարներ, որովհետև շատ շատերը դրան բարձ հաց ու գինու են մոտենում, ոչ թե Քրիստոսի մարմնի եւ արյան։ Դրա համար մեր մեջ կան շատ հիվանդություններ։ Եվ այս առասպելները ամեն օր շատանում են մեր կյանքի մեջ։ Կամ տեսել եք, չէ՞, մարդիկ հետ են գնում եկեղեցում այսպես։ Ուրեմն հետ գնալ պետք չի եկեղեցու մեջ։ Դուրս գալուց շրջվիր դեպի խորանը, խաչակնքվիր, մնաս բարով ասա Տիրոջը, դուրս պետք չի 50 մետր այսպես հետ գնաս, որ Աստված ընդունի քո աղոթքները։ Հասկանում եք, ինքը պետք չի որ դու ավելորդություններ հորինես ինքդ քեզ համար, որպեսզի Աստված քեզ լսի։ Ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ է։ Եթե դու խոսքը կենթանի խոսքը չես ապրում, գործողությունները, ծեսերը, արարողությունները, սրանք գեղեցիկ հոգեպարար միջոցներ են քեզ տրամադրելու այդ խոսքը հասկանալու համար։ Եթե ոչ, դու հեռանում ես ճշմարտությունից, սպահում ես այն ինչ որ մարդկային է մեր կյանքի մեջ եւ կորցնում ես